գործակիցներով նախավերջին տեղում է Վեստ Արմենիան 7-ական միավոր ունեն այս թիմերը։ Եվ այսպես հանդիպումը մեկնարկեց եւ առաջարկում եմ ծանոթանալ մրցող թիմերի կազմերին, այնուհետեւ նաեւ կանրադառնանք կրկնապատկեր, հասկանանք ինչ այնտեղ տեղի ունեցավ։ Ուրարտուն է իրացնում ստանդարտ, փոխանցում Տուգանա հրապարակ, երկու ֆուտբոլիստներ խոտածածկին են, հերվից հարված։ Եվ Ֆելիպեն է այստեղ փրկում։ Ձեռքերը պարզ չէ, որ ստացվում է, պետք է նշել, որ թիմը լավագույն հնգյակում տեղ գտած սակումների շարքում ամենաքիչ գնդակն է խփել 26 գոլ, հիմա վտանգավոր էր։ Բավականին արագ կարողացան անցնել դաշտի կենտրոնը եւ հիմա աջ եզրով մտնում են Տուգանա հրապարակ։ Ինչ է լինելու, ուր է հարվածը։ Եղավ այդ դրաման է։ Գրոյեղությունը փոխում է Սալուն դեպի աջ Նանանտվի։ Այդ փոխանցում նորից Սալու դրաման է։ Մաքսիմենկո լավ խաղարկեցին, Միրզոյան հարված եւ նորից Ֆիլիպե։ Կինայինի խաղարկումից վտանգ ստեղծել չի հաջողվել, բայց անդրադարձից հետո հարված տեսել ենք, նորից շատ խառ իրավիճակ, խոտածածկին գտնվող ֆուտբոլիստներ, ինչ է այստեղ։ Միանգամից մի քանի միկրո մենամարտեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել արդեն վառի սենյակում, հասկանալ արդյոք կար կանոնների խախտում թե ոչ։ Այստեղ կարծես ֆուտբոլիստին գետին տապալելու համար այստեղ արդեն մի փոքր գնահատականի հարց կա, որը հենց մրցավար է։ Հիմա պետք է որոշի, կարծես թե որոշումը կայացված է։ Եվ 11 մետրանոց 35-րդ րոպեին Ուրարտուն ստանում է 11 մետրանոցի իրավունք։ Զարմանում են Վեստ Արմենիայի ֆուտբոլիստները, բայց անկեղծ ասած Մենկո եւ Ֆիլիպե։ Մաքսիմենկո հարված եւ գոլ 1-0 Ուրարտուն առաջ է անցնում հաշվի մեջ, իդեպ Ֆիլիպեն շատ մոտ էր այս հարվածը հետ մղելուն, բայց ամեն դեպքում անզոր եղավ։ Իսկ Ուրարտունն առաջ է անցնում հաշվի մեջ եւ Ուրարտուի սաներն էլ, պատանի երկրպագուներն էլ մեծ ոգևորությամբ տոնում են իրենց թիմի հաջողությունը։ Իհարկե առաջին խաղակեսի ավարտին արդեն շատ ժամանակ չէր մնում եւ շատ կարեւոր էր Ուրարտուի համար դարպասի գրավումը եւ հաշվի մեջ առաջ անցնելը, այլապես տեսնում ենք, որ Վեստ Արմենիան էլ ունենում էր իր հնարավորությունները եւ միգուցե արդեն շատ ավելի բարդ խաղ ստացվեցավ այստեղ հասնել գնդակին Արտյոմ Մաքսիմենկո։ Սա վտանգավոր էր։ Իսկ հիմա առաջ է շարժվում Վեստ Արմենիան, Մեթոյան, նրա առջև է Եվգենի Ցիմբալյուկը, Մեթոյան փոխանցում վտանգավոր է Գևորգյան հարված ինչպիսի դիրքից է ամենևին էլ զարմանալի չէ, որովհետև վառի սենյակում անսովոր շատ աշխատանք այսօր տարան։ Սալու դրաման է հերվից հարված նորից Ֆիլիպե, այս անգամ իհարկե դարպասապահ Ֆիլիպե եւ վերջինս ուժեղ հարվածով գնդակն ուղարկում է առաջ։ Իդեպ այստեղ է Ստրելնիկը, չկար խաղից դուրս վիճակ, վտանգավոր է, հարված, Մելիխովն է փրկում, եւս մեկ հարված, ոչ, ամեն դեպքում ազդեցություն կարծես թե չունեն, այլ կրկին, ինչպես բազմաթիվ այլ խաղերում ենք տեսել, Վեստ Արմենիայի ֆուտբոլիստները խախտեցին կանոնները սեփական Տուգանա հրապարակում, 11 մետրանոց նվիրեցին մրցակցին եւ Արտյոմ Մաքսիմենկոն մեկ հարված տեսնել, Մարկարյան փոխանցում աջ եզր եւ Օլեգ Պոլյակով հարված նորից Ֆիլիպեն է փրկում։ Եվ այս խաղում եւս մեկնարկային կազմում է 23 տարեկան է Ստրելնիկը եւ Կրասնոդարի երկրորդ թիմում է հանդես եկել, չկա այստեղ 11 մետրանոց։ Մրցարարը ցույց է տալիս, որ ըստ իրեն չկա, բայց վառի սենյակում կդիտարկեն այս դրվագը
Իսկ մինչ այդ գրոյի է նետվում Ուրարտուն։ Հիմա արդեն ժամ։ Տեսնենք ինչ որոշում կկայացնի մրցավարը։ Վարդան Վարդումյանը մի քանի անգամ դիտեց դրվագը և նշանակում է 11 մետրանոց, երկրորդը արդեն այս խաղում, բայց այս անգամ արդեն Ուրարտուի դարպասին և Իվան Զոտկոն էլ ստանում է դեղին քարտ։ Մինչ այս բավականին վստահ Սալահոն ինքը վաստակեց այս 11 մետրանոցը։ Սալահո հարված և փրկում է Մելիխովը։ Փրկում է Մելիխովը, դժգոհում է Սարգիս Մեթոյանը, որովհետև իրոք շատ անվստահ իրացրեց Սանդրե Մենսալահոն, ինչպես կարելի էր այսքան դժվարությամբ ձեռք բերված հնարավորությունը, ահա այսպես Ալաշկերտից և Մոհամեդ Յատտարան Հարատ Արմենիայից։ Մեգոերա փոխանցում Տուգանյանի հրապարակ, հարված և գոլ։ 1-1 վերջին րոպեին Զախար Տարասենկոն գոլ հեղինակ է դառնում և հաշիվը հավասարվում է 9 րոպե է ավելացրել մրցավարը, բայց այստեղ գլխավոր հարցի պատասխանը, որ սպասում ենք մրցավարներից, արդյոք գոլը արձանագրվելու է թե ոչ, արդյոք չկար այստեղ խաղից դուրս վիճակ և Ուրարտուի համար կարծես թե կրկնվում է նախորդ խաղի սցենարը։ Նախորդ խաղում արդեն ավելացված ժամանակում Շիրակից գոլ ընդունեց Ուրարտուն ու այլևս չհասցրեց ոչինչ անել, հիմա էլ վերջին րոպեին, ընդ որում պետք է նշել վերջին 15 րոպեներին կարծես Ուրարտուն հանգստացրել էր խաղը և իր հսկողության տակ էր պահում, բայց տեսեք, այսպիսի դրվագ ու այստեղ իհարկե խաղից դուրս վիճակի մասին խոսք լինել չի էլ կարող, որովհետև Եվգենի Ցիմբալյուկից ստացավ փաստացի այս փոխանցումը Տարասենկոն ու արդեն երկրորդ խաղում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ։ Եվս մեկ անգամ տեսնենք կրկնապատկերը, իհարկե այստեղ Մելիխովին չես մեղադրի, այնպիսի դիրքում Վեստ Արմենիայի ֆուտբոլիստը ստացավ գնդակը և հարվածեց Վիագե։ Հետ փոխանցում Լորեցյան, հերվից հարված և փրկում է Ալեքսանդր Մելիխովը։ Ճիշտ համարել, որովհետև այս արդյունքը 11 մետրանոց, չի բավարարվում ոչ ոքիով Վեստ Արմենիան և հիմա կարող է նույնիսկ հաղթանակ կորզել Ուրարտուի հետ խաղում։ Հիմա արդեն այս 11 մետրանոցը գոնե պետք է իրացնել և հենց Արամ Լորեցյանն է վերցնում գնդակը, ահա կրկնապատկերը այստեղ պատկիմերից և սա կարող է լինել ամենամեծ անակնկալներից մեկը։ Եվ այսպես Արամ Լորեցյանն է մոտենում գնդակին, հարված և գոլ, 2-1 Վեստ Արմենիան առաջ հասնում հաշվի մեջ ու ինչքան էլ որ Արամ Լորեցյանը չտոնի այս գնդակը իր նախկին ակումբի դեմ, սա շատ մեծ հաղթանակ է Վեստ Արմենիայի համար և անհավանական արդյունք Ուրարտուի համար, որը իհարկե ամբողջ խաղի ընթացքում ուներ առավելություն և առջևում էր, բայց միևնույն ժամանակ պետք է պարտավոր էր զգալ վտանգը ու քայլ էր ձեռնարկել, ինչը չարեցին երկար ժամանակ ու հիմա պատժվում են դրա համար։ Կռահել էր Մելիխովը հարվածի ուղղությունը, բայց Գևորգ Տարախչյանն է շտապում, միանգամից խաղարկում է Ժիրայր Մարգարյանի հետ փոխանցում Տուգանյանի հրապարակ, ևս մեկ անկյունային։ Նորից խաղարկում են։ Հեռացված է գնդակը և վերջ, Վեստ Արմենիան 2-1 հաշվով կամային հաղթանակ է տանում Ուրարտուի նկատմամբ, խփելով իր առաջին գոլը։